Սելի ավադագիցներ, սելի այորդիներ գողջուն ենք ձեզ բոլորդ մեր փրկին Դեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով եւ նաեւ գողջուն ենք բոլոր անոնք, որոնք կհետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV միջոցով։ Ուր որեք աշխարհի ովև մեկ անգյունին մեջ թող Աստված օրհնե ձեզ, առողջ պահե, հավատքով պահե եւ իր գամքը օրհնյալը։ Բավական ծանոթություններ ունենք, բայց իրականության մեջ կուզեմ հիշեցնել, թե ամեն գիրագի ժամը 11-ին երբ պաշտամունք կունենանք, նաև փոքրեր գիրակնորյա դպրոց կունենան իրենց պաշտամունք իրենց ծրագիր։ Ուրեմն սկիզբը կան ընտանիքի հետ, ծնողքի հետ եկեղեցի եւ ապա ներս կերտան կշարունակեն իրենց ծրագիր։ Հետևաբար սիրելի ծնողներ, սիրելի մեծ ծնողներ, դասյարակեցեք եւ ձեր զավակները, թորները մեծուցեք Աստծո շնորհքով, Աստծո վախով։ Invest Sunday School-ին մեջ ձեր բզիկները, որովհետեւ երբ մեծնան, վերջը չսենք, թե Երանի այսպես չնեինք, Երանի այնպես նեինք։ Այսօր մեր մեծակույն մարդահրավերը ամբողջ աշխարհի հավատքը բահել եւ հավատքով դասյարակել նոր սերունդ։ Բադանիներ երդասարտներ ամեն ուրբաթ օր գունենան իրենց ծրագիրը։ Հոն նաեւ երդասարտներ Աստծո խոսքով, Աստծո շնորհքով գմեցնան, որովհետեւ շատ մեծ մարդահրավեր կա երդասարտներու կյանքերն։ Եվ եթե հավատքը չլա, վտանգավոր գացության մեջ վիդելանք։ Եկող գիրագի գունենանք մեր հարության դոնի պաշտամունքը ժամը 11-ին, բայց 5 շաբթի օր ունենք ավակ 5 շաբթին, ու Դեր Հիսուս իր վերջին ընթրիքը գնե, Սուրբ հաղորդություն գունենանք, եւ ապա գունենանք ընթրիք սիրո ջաշ եկեղեցու սրահին մեջ, որ բաց է բոլորիդ։ Իսկ գիրագի արդու 6:30-ին ունենք Sunrise Service արևածագի պաշտամունք Վրդուգո парքին մեջ, որ կնշանակե, թե շաբաթօր քիչ մգանուխ քնացեք, որովհետեւ парքին մեջ գարանանք վգայել հարուցյալ փրկիչը։ 6:30 Վրդուգո парք 11-ին հոս եկեղեցիներս։ Ուրիշ հետաքրքրական ծրագիրը, որ սկսանք եւ գուզեմ շեշտել, Young Couples Ministry երդասարդ զույգերու ծրագիրը, որոնք 20-30 են, անշուշտ բոլորս էլ երդասարդ են, բայց անոնք քիչ ավելի երդասարդ են։ Ամիսը մեկ անգամ գունենան հատուկ ծրագիր եկեղեցու մեջ ժամը 10-ին եւ 8 զույգեր արդեն գմասնակցին եւ գաղութենք, որ ասիգա ալավելիով աճի, որպեսզի նաեւ իրենց լավակույն ընտանեկան վիճակը եւ անոնց հավատքի կյանքը օգտակար ծառայությունը լա եկեղեցի կյանքն է։ Աղոթեցեք նաեւ young couples-երուն համար, երդասարդ զույգերուն համար։ Եվ այս բոլորին մեջ, անշուշտ ապրիլ ամսվան մեջ նաեւ ունենք ցեղասպանության ամսվան մեջ, ամսուն 27-ին, գիրագի 27-ին, Blood Drive, արյան դրճություն, եկեղեցու ալաջաջի սրահներս, եւ մեր նախահայրերը հիշելով ցեղասպանություն, մենք ուզենք օգտակար լալ այսօր, որ Աստծո շնորհքով գաբրինք ինգածին դգարին հիվանդին։ Եթե ուրիշը մեր մեծ հայրերը չարթեց, մենք պիտի փորձենք օգտակար լալ այն երկրին մեջ, ուր այսօր մենք գաբրինք իր շնորհքով։ Blood Drive ունենք ժամը 9-ին մինչև 3 եկեղեցու սրահներս։ Եվ անշուշտ ապրիլյան տարբեր ցերնակներ կա community-ին մեջ, ապրիլ 23, ապրիլ 24, պիտի խնդրենք, որ ներկա լաք եւ հիշենք եւ հիշեցնենք
այն ինչ որ բադայեցավ 1915 թվականին։ Եվ այս բոլորին մեջ անշուշտ նաև մեր դիգինները գահավաքվին ամեն երեքշաբթի օր ժամը 10:30, բայց երկու գիրագիներ պիտի չունենանք, որովհետև ավագշաբթվան մեջն ենք և հարության հաջորդող երեքշաբթին, որ մեր հետ դիգիներ բոլորդ հրավիրված եք ժամը 10:30 երեքշաբթի արդու ունենալ հատուկ պաշտամունք Աստվածաշունչի սերտողություն։ Սիրելի հավատացիներ, Աստծո խոսքեն կգարտանք Մատթեոսի ավետարանեն 21-րդ գլուխ առաջին 11 համարները։ Եվ խոսք կտեսնենք Մատթեոսի ավետարանին մեջ արձանագրված Տեր Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հետևենք Աստծո խոսքին ուշադրությամբ և հավատքով։ Երբ Երուսաղեմի մոտեցան ու եկան Փեթփակե դեպի Ծիծենիաց լեռը, այն ադեն Հիսուս իր աշակերտներն երկուքը ղրկեց և ըսավ անոնց. «Գացեք այդ ձեր դիմացի գյուղը, և հոն պիտի գտնեք կապված էշմ ու անոր հետ ավանակը, արձակեցեք զանոնք ու ինձի բերեք։ Եթե մեկը ձեզի բան մըսե, ըսեք թե դերոջը պետք են, և շուտ մզանոնք պիտի ղրկե»։ Այս ամեն բաները եղան, որպեսզի կատարվի մարգարեին խոսքը, որ գսե. «Ըսեք Սիոնի աղջկան, ահա քու թագավորդ քեզի կուքա, հեզ ու իշու վրա հեծած և իշուցակի ավանակի վրա»։ Աշակերտները կացին և ինչպես Հիսուս իրենց պատվիրին ու բերին էշն ու ավանակը, անոնց վրա իրենց հանդերձները թրին ու նստավ։ Ժողովուրդեն շատեր իրենց հանդերձները ջամփուն վրա փրեցին և ուրիշներ ծայրեն ջուրեր կգտրեին ու ջամփուն վրա կդարածեին։ Ժողովուրդը արջևեն ու ետևեն կերտար, գաղարգեին ու գսեին. «Ովսաննա որդի Դավթի, օրհնյալ է ան, որ դերոջը անունով գուքա, Ովսաննա ի բարձունս»։ Երբ անիկա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը շարժեցավ ու ըսավ. «Ո՞վ է աս»։ Շատերսին ասիգա Հիսուս մարգարեն է Գալիլեայի Նազարեթեն։ Ամեն։ Սիրելիներ, եկեղեցու դոնացույցը գսե, թե այսօր զարգազարդ է։ Այսինքն գանցադառնանք Տեր Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հրյաներուն համար Բասեկի դոնը շատ կարևոր դոներեն մեկն էր, շատ կարևոր արիթմն էր ու ուխտավորներ։ Աշխարհի ամեն կողմեն Երուսաղեմ կհավաքվեին ու նաև կհիշեին իրենց նախահայրերուն Եգիպտոսի քերութենեն ինչպես ազատագրվեցան, որ Աստված իրենց պարգևած էր։ Ուրեմն ցևովը հրյաներուն համար Բասեկի դոնը նաև ազգային դոնն էր, ուր բոլորն ալ միասին կհամախմբվեին Երուսաղեմ, անշուշտ դաջարին Հովանիին տակ։ Եվ բնական է, որ Տեր Հիսուսի համար առաջին անգամ չէր, որ այս դոնին Երուսաղեմ գուքար։ Սակայն այս անգամ Տեր Հիսուսի Երուսաղեմ գալը դարբեր բնույթ ուներ։ Գուքար ոչ թե մարդոց ակնկալությունները իրականացնելու, այլ գուքար ուղղվելու դեպի խաչ և դառնալու մարդոց փրկիչ։ Անկասկած հետաքրքրական խանդավառությունը գտիրեր։ Մեծ կամ բզիկ բոլորն ալ ուրախությամբ գտիմավորեն իրենց սպասած Մեսիան, որ պիտի ազատագրեր զիրենք հռոմեացիներեն և պիտի հաստատեր ակնկալված թագավորություն։ Ու այլևս հրյաները ստրուկ պիտի
չլային հռոմեական իշխանություններում, որ նաև այս իշխանությունները իրենց ներկայությամբ կբրձեին դաջարին սրբությունը, որովհետև իշխանությունը հոներ գհսկեր ուխտավորներուն վրա։ Ուրեմն զարգազարդը այն օրն էր, երբ Տեր Հիսուս ջանցվեցավ, հռչակվեցավ թագավոր մեկ օրվան համար։ Միայն մեկ օր։ Անշուշտ ցավալի երևույթ է, որովհետև ժողովուրդը հռչակեց ինք թագավոր, բայց քանի օր յետք նույն ժողովուրդը աղեգեցին, գանչեցին, որ խաչվի։ Միևնույն ժողովուրդը քանի օրվան մեջ երկու տարբեր կարծիք ունեցավ։ Առաջինը թագավոր հռչակել, երկրորդը խաչը հանել։ Երկու հագաբատկեր, թագավոր, մույսը խաչ հանել։ Ինչ հագասական պատկեր, հագասական գեցվածք։ Դեր Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ արձանագրված է 4 ավետարաններում մեջ։ Եվ Դեր Հիսուսի հաղթական մուտքով Երուսաղեմ գիրականանա Զաքարիա մարգարեություն, որ գսե մեծապես ուրախացիր ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակե ով Երուսաղեմի աղջիկ, ահա քու թագավորդ քեզի գուքա, անիգա արդար, փրկիչ, հեզ, իշու վրա հեծած, իշու ցակի ավանակի վրա։ Ժողովուրդը իրենց հանդերձները ջամփուն վրա գփրեն, ծառերու ջուղերով, արմավինի ոստերով գտիմավորեն Տեր Հիսուսի եւ գաղագեն Օվսաննա, որդի Դավթի։ Օրհնյալ է ան, որ Տերոջը անունով գուքա։ Օվսաննա ի բարձունս։ Անշուշտ Օվսաննա կնշանակե հիմա գաղաչեմ, ով դեր փրկե։ Ժողովուրդը կընդուներ կհռչակեր Հիսուսը որպես խոստացյալ Մեսիան, թագավոր։ Ժողովուրդը գարիք ուներ փրկության։ Ժողովրդին ակնկալությունն էր Տեր Հիսուսը տեսնել քաղաքական թագավոր, որպեսզի փրկես իրենք հռոմեացիներին։ Սակայն իրականության մեջ ժողովուրդը գարիք ուներ փրկիչի, որ փրկես իրենք մեղքի գորուստեն։ Քաղաքական թագավորը էշով չի կար, ծիով գուկա։ Ժողովուրդը գագնգալ էր Տեր Հիսուս քաղաքական թագավոր, որ պետք է ծիերով կա, շքախումբով կա։ Տեր Հիսուս գուկա էշու վրա նստած, խոնարհությամբ։ Անշուշտ ցավալի է տեսնել, որ միևնույն ժողովուրդը, որ Օվսաննաներ, ով դեր փրկե, գտիմավոր է Հիսուսը։ Ետքը մորցավ իր բացականչությունները եւ քանի մորեր ետք փարապան նախընտրեց։ Եվ Հիսուսը մեջտեղեն հանեցեք, խաչը դարեք։ Պատկերացուցեք, որքան դժվար էր Տեր Հիսուսի տեսնել ժողովրդին գեղձավորությունը։ Ժողովրդին երկու երեսը լալը։ Մեկ օր այսպես, հաջորդ օրը իշպամ։ Արդյոք Տեր Հիսուսի մտքեն ինչ անցավ։ Շատ հավանաբար մենք ալ կդիմակրավենք այսպիսի վիճակներ, ոչ թե խաչ հանել, բայց մենք ալ հավանաբար կդիմակրավենք եւ կտեսնենք կհանդիպենք մարդոց, որ 3 բան գսե, այսօր ինչ բան գսե։ Այսինքն մարդոց անձնական շահը կորոշե, թե այդ դիմացի անձ ինչ պետք է լա։ Ժողովրդին անձնական շահը քաղաքական թագավոր, եւ չեղավ խաչը հանեցեք։ Դեր Հիսուս թադաբարդելով ժողովրդին գեղձավորությունը,
Եվ իր սերը հայտնելով Երուսաղեմի հանդեպ գսե. «Ով Երուսաղեմ, որ մարգարեները կսպանեիր, ու քեզի ղրգվածները կքարգոծեիր, քանի անգամ քու դրակները ջողվել ուզեցի, ինչպես հավը իր ծակերը թևերուն տակ կջողվե եւ դուք չուզեցիք։ Ահա ձեր դունը ցեզի ավերակ պիտի մնա։ Վասնզի ցեզի գսեմ թե ալասկի հետո պիտի չտեսնեք զիս, մինչև վսեք օրհնյալ է ան, որ Տերոջը անունով գուկա»։ Բահմը մտածեցի, եթե Տեր Հիսուս գտիդե հայ ժողովրդին, հայ ազգի զավակներուն արդյոք ինչ կտեսնե։ Կտեսնե գերձավորություն, կտեսնե օրմը այսպես, օրմը այնպես։ Օրմը գսե Հիսուս տուն մեր Տերն ես, հաջորդ օր գրդակ կդարձնեն։ Եվ արդյոք Տեր Հիսուս նույն խոսքը չսեր մեզ այսօր։ Կփորձեմ հավաքել ցես, կփորձեմ գանչել ցես, կփորձեմ թևելուստակ առնել ցես, բայց դուք գեհրանաք ինձ մե։ Ինչ պիտի լա ձեր վիճակը։ Ինչ պիտի լա մեր ժողովրդին, մեր ազգին, մեր հայրենիքին, ինչ պիտի լա մեր վիճակը։ Գփավե գսե գերձավորլակ, անգերձությամբ համախմբվեցեք խաչիստակ, խոստովանանքով, եւ ես պիտի փրկեմ ցեզ եւ պիտի փրկեմ ձեր հայրենիքը, պիտի փրկեմ ձեր ընտանիքները։ Սելիներ այսօր զարգազարդ է։ Դեր Հիսուս հաղթական մուտք կգործե Երուսաղեմ։ Նաև Դեր Հիսուս հաղթական մուտք կգործե մեր մեջ, մեր ընտանիքներուն մեջ եւ գուղվի թեպի խաչ, փրկելու զիս եւ քեզ, փրկելու մեր ընտանիքները, փրկելու մեր ժողովուրդը, փրկելու մեր ազգը, փրկելու մարդը առածը։ Երուսաղեմի ժողովուրդը գերձավորությամբ թիմավորեց եւ հրճագեց Քրիստոս թագավոր մեկ օրվա համար։ Եկեք մենք անգերձությամբ թիմավորենք եւ հավիտյան հրճագենք Տեր Հիսուսը թագավոր մեր կյանքերուն մեջ, թագավոր մեր ընտանիքներուն մեջ, թագավոր մեր ամենօրյա կյանքին մեջ եւ բարձրացայն աղաղակենք, ով սաննա օրհնյալ է ան, որ Տերոջը անունով գուկա։ Ամեն։ Մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք ոտքի վրա։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս։ Ամեն։
Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Գացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, հավիտյանս, ամեն։